Դեռևս դժվար է ասել, բայց իրավիճակը օրեցօր վատանում է եւ Տրամպի կառավարությունը դրդված չէ կանգնացնել արագորեն այս պատերազմը, ընդհանուր առմամբ իրենք ուկրաինական հակամարտությունից իրենց ամբողջ հայացքը այս պահին կամաց փոխում են դեպի Պարսկաստան, հասկանալով, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի շանսերը ավելի քիչ են, նույնիսկ այս վերջերս մեծ յոթնյակի հանդիպմանը Թրամփը արագորեն դուրս եկավ, երևի թե մի քանի ժամ այնտեղ անցկացնելով, չուզենալով հանդիպել Զելենսկիի հետ։ Սա Հայաստանի Հանրապետության համար այնքան է լավ չէ, ընդհանուր իր Պարսկաստանի վիճակը, որովհետև ինչքան մեր անմիջական հարևանների վիճակը վատթարանա, այնքան դա մեր վրա վատ կարող է անդրադառնալ։ Այսինքն էական չէ, Թուրքիայում է պատերազմ, Ռուսաստանում է պատերազմ, Վրաստանում է պատերազմ, ինչքան այդ պատերազմը երկար շարունակվի, այնքան մեր տնտեսական վիճակը ավելի կվատթարանա եւ քաղաքական վիճակն, այսինքն զուտ մեզ ձեռք չի տալիս թույլ Պարսկաստան, Իրան Իսլամական Հանրապետություն եւ այս պատերազմը նույնպես ձեռք չի տալիս։ Ճիշտ է, մեր անմիջական հարևանները եւ Ռուսաստանը հիմնականում եւ BRICS plus անդամ պետությունները փորձում են արագորեն դադարեցնել այս հակամարտությունը, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հակված է այն շարունակել։